արդեն գարուն է և միջատները շատացել են, մենք պատրաստում ենք մի բնական նյութ, որը սրսկելու ենք բույսերին և այլ միջատները չեն կարողանա վնասեն բույսերին։ Որտեղից ենք այս նյութերը գտել, որ այդպիսի բան կա։ Համացանցից ենք կարդացել։ Լսել էինք այդ մասին, համացանցում էլ գտանք, չէ՞։ Հիմա փորձում ենք տեսնենք ճիշտ է թե ոչ։ Ինչ ենք օգտագործելու Անգելնա։ Օգտագործելու ենք 100 գրամ շաքար։ Էս ի՞նչ է։ Մանանեխի փոշի։ Մանանեխի փոշի, Անջան, լցրու դե հիմա 100 գրամ մանանեխ։ Մենք ունենք կշեռք, որի օգնությամբ կարող ենք կշռել։ Մի քիչ և զգուշությամբ, դեռ 13 գրամ է, նշանակում է մի քանի հատ պետք է գդալով լցնես։ 50 գրամ լցրեցինք, հիմա լցնում ենք սա բանկայի մեջ, այդ նորից 50 գրամ։ Մի հատ էլ 50 գրամ կկշռենք։ Հանգիստ իջեցրու միջև վերջ ու թափի։ 100 գրամը լցրեցինք։ Ինչքան ստացվեց, հələ 100 գրամի տակը ցույց տեսնենք։ Մոտավոր էսքան, հա։ Հիմա պետք է լցնել ջուրը։ Լավ, Անի ջան, ջուրը լցրու տեսնենք։ Մի փոքր սպասի, մի հատ խառնենք նոր։ Ահա, սար հիմա ինչ ստացվեց։ Ջրիկ մանանեխ։ Ջրիկ ստացվեց, տեսնենք սենց զանգված է լինում։ Ինչ պետք է անենք հետո։ Մեզ 1-2 օր է պետք, որ ինքը ամբողջական պատրաստվի։ Հետո մենք այս ջրիկ մանանեխը խառնելու ենք 10 կիլոգրամանոց Լիտր, 10 լիտր։ 10 լիտրանոց ջրի հետ, հետո սրսկելով բույսերին։ Այդ պրոցեսը էլի ցույց ենք տալու։ Սա առաջին մասն էր։ Հիմա կտրում ենք թանձիվը, որպեսզի քամենք մեր ստացած մանանեխի փոշիով նյութը։ Ինչքան ժամանակ է անցել, որ քամում ենք։ Արդեն 3-ից 5 օր։ Արդեն այդ թթվելու պրոցեսն անցել է, հոտն էլ արդեն զգացվում է։ Գնանք բերենք քամենք։ Հիմա ինչ ենք անում։ Քամում ենք, չէ՞։ Կես լիտր քամեք, առայժմ բավական կլինի։ Մանկայի կեսից Արդեն դե սրսկեք, տեսնենք ինչ արդյունք կտա, վաղը մյուս օրը կերևա։ Մյուսներդ էլ հերթով ամբողջ մնացած ծաղիկներին արեք։ Իմացար ձևը, Անի։ Արա, հերթով գնա, հա։ Եթե նորմալ աշխատեց, մենք կկիրառենք սա պարբերաբար։